մի քիչ առաջ ես ինձ վատ զգացած լինեի, ես կկանգնեի խնդրի առաջ, որովհետև ես այդքան հնարավորություն չունեի, որ ասենք իմ միջոցներով գայի բուժվելու։ Կարծես թե բախտս բերեց էլի, վիրահատեցին, արդեն 3-րդ օրն է, լավ եմ զգում ինձ եւ հույս ունեմ, որ դեռ կապեմ։ Անչափ շնորհակալ եմ, որ նրանք այսպիսի լավ նախաձեռնություն են կազմակերպել, որովհետեւ շուրջս նայում եմ, բոլորը իմ տարիքի մարդիկ են, որոնք իսկապես երևի վիճակի չեն եղել, էլի, որ ասենք գային, բուժվեին։ Հիմա առիթ եկել է, գալիս են, բուժվում են։ Մեր կենտրոն նախապատրաստական որոշ միջոցառումներից հետո հիվանդին կատարվեց երկխորոշ ըստ հիվանդի ցուցումների երկխորոշ սրտի ռիթմավար սարքի իմպլանտացիա։ Երբ որ հիվանդի մոտ լինում է նախասիրտ բողոքային պաշարում, այդ ժամանակ մենք ունենում ենք սրտի ռիթմի հաճախականության կտրուկ դանդաղում, որը երբեմն կարող լինի կյանքի հետ անհամատեղելի։ Այս դեպքում այս համակարգի միջոցով համակարգը թույլ չի տալիս, որ սրտի ռիթմը, պուլսը դանդաղի։ Դրա հետևանքով մարդ կարողանում է շարունակել իր նորմալ կենսագործունեությունը, լինի ակտիվ, քայլի, մանգա, վազի։ Տարիներին, երբ մենք չունենք այս համակարգը, այս միջամտությունները իրանք դժվարամատչելի են եւ բավականին թանկարժեք միջամտություններ են, իրականացում են հիմնականում վճարովի հիմունքներով, եթե հիվանդը չէր ունենում որևէ սոցիալական արտոնություն։ Սակայն ներկայումս մենք արդեն այս ամիս թե 4-ից ավել հիվանդ նման խնդրով անհետաձգելի խնդրով հնարավորություն ենք ունեցել օգնել եւ իրականացնել ապահովության։